Եվ որ քեզ ասում էր այդ ավետարանը քեզ ինչ է տալիս, դու ինչ ես ասում։ Շատ արին ու չէ որ աշխարհի մեջ հարցնում են, ասում են, այդքան չհոգում ես, ելնում ես, գնում ես, գալիս ես։ Դրա վերջը ինչ է։ Ավետարանի խոստումը մեզ համար հիշենք երկրավոր կյանքի կամ հաջողակ կյանքի մասին չի։ Ավետարանի խոստումը հավիտենական կյանքի մասին է։ Բայց 26 համարի մեջ գրված է, այս բաները գրեցի ձեզ մոլորեցնողների մասին։ Գիտեք, որ աշխարհի մեջ հազարավոր մոլորություններ կան։ Բայց գիտեք, որ բոլոր մոլորությունների մեջ էլ խոստումներ կան։ Այդ ձեր մոլորություն չկա, որ իր մեջ խոստում չունենա։ Մի օր մի հատ կադրեր տեսա, Հայաստանում էր այդ դեպքը, մի հատ քարոզիչ երիտասարդական ժողով անցկացնում, երիտասարդներին ասում է ձեր մեջ ովքեր որ վարկեր ունեն, ֆիզիկական անհաջողություններ ունեն, նյութական կյանքի անհաջողություններ ունեն, փողի հետ կապված խնդիրներ ունեն, բիզնեսի մեջ անհաջողություններ ունեն, թող գան առաջ, մենք աղոթենք իրանց համար եւ ամեն բան կկրկնապատվի եւ կերապատվի ձեր կյանքում։ Ավետարանը այս բան չի խոստանում։ Բայց գիտեք շքան մարդ եկավ առաջ։ Այո, մոլորությունների մեջ եկա խոստում։ Բայց գիտեք, ինչով է տարբերվում ճշմարտությունը մոլորությունից։ Ճշմարտության խոստումը հավիտենական կյանքն է։ Մոլորության խոստումը գիտեք որն է, այս կյանքը։ Հարց եմ տալի, ով ինչի հետևից կգնա։ Մարմնավոր մարդը, մարմնավոր խոստումների հետևից է գնալու։ Բայց գիտեք, ավետարանի խոստումը իմ եւ քո համար լավ կյանքը չի երկրավոր։ Եթե դրա համար ենք այստեղ սխալվում ենք, մենք այստեղ ենք հավիտենական կյանքի խոստման համար։